Սիրելի եկեղեցի, շնորհակալություն մեր Աստծուն այս հնարավորության համար։ Любимая церковь, спасибо Господу за эту возможность. Շնորհակալություն Աստծուն այս հնարավորությունը տալու համար, Благодарны Богу, что дал эту возможность. շնորհակալություն եղբայր Գեին այս հրավերքը տալու համար Спасибо брату Гию за это приглашение. եւ շնորհակալություն բոլորիդ, որ այսօր այստեղ ներկա եք։ И спасибо всем тем, которые присутствуют здесь. Հավատում ենք, որ Աստված այսօր մեզ բան ունի փոխանցելու, Мы верим, что у Господа есть в своем сердце передать вам что-то. եւ դա Աստված, որ մեզանից ամեն մեկը իր բաժինը այսօր վերցնի։ И дай Бог, что каждого из вас взял то, что от Бога есть для него. Աստված մեզ թույլ է տվել իր գործերը տեսնել։ Господь дал возможность видеть дела Господнего. Եվ որպեսի Աստծո գործերը տեսնենք, պետք է նայենք։ И чтобы увидеть дела Господа, мы должны смотреть. Եվ ով նայեց ու տեսավ, նա մտածելու բան կունենա։ И кто смотрел и увидел, он задумается о чем-то. Նա կտեսնի Աստծո օրենքները, Он видит законы Господа. նա կտեսնի Աստծո օրենքը եւ փառք կտա Աստծուն։ Он увидит законы Господа и прославит имя Господа. Նա կհասկանա Տիրոջ ճանապարհները Узнает, познает дороги Господни. եւ դրա համար ահա Առակաց գրքի 6-րդ գլխում Սողոմոնը մեզ խորհուրդ է տալիս այսպիսի մի ճանապարհով գնալ։ И об этом в притче Соломон показывает эту дорогу. Թույլ տվեք կարդալ Առակաց 6:6-ը. Գնա մրջունի մոտ, ով ծույլ, նրա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր, որ իշխան, ոստիկան եւ տիրող չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամառը եւ իր ուտելիքը հունցքի ժամանակ է հավաքում։ Дайте возможность читать вот притчу 6 глава от 6 стиха. «Пойди к муравью, ленивец, посмотри на действие его и будь мудрым. Нет у него ни начальника, ни приставника, ни повелителя, но он заготовляет летом хлеб свой, собирает во время жатвы пищу свою». Այս համարները ընթերցելիս հասկանում ենք մի քանի կարևոր ճշմարտություններ։ Когда мы читаем, мы осознаем несколько правильных путей в этом стихе. Հասկանում ենք, որ կյանքում շատ բան ժամանակավոր է։ Мы понимаем, что не вечно в этом жизни все. Շատ բաներ փոխվում են։ Все меняется в этом жизни. Շատ բաներ իրենց սեզոնային բնույթ ունեն։ Как будто у некоторых вещах сезоновые времена. Անցնում են, լավն էլ է անցնում, վատն էլ է անցնում, И хорошее пройдет, и плохое пройдет. տաքն էլ է անցնում, ցուրտն էլ է անցնում, И теплое время пройдет, и холодное время тоже пройдет. ունենալն էլ է անցնում, չունենալն էլ է անցնում, И нищества проходит, и что много у тебя есть, это тоже пройдет. կարճ ասած ամեն բանի ժամանակ կա։ Как в слове написано, все свое время. Ամեն բան ժամանակավոր է։ Все временно в этом мире. Եվ բոլոր ժամանակների մեջ էլ մեզ ապրել է պետք։ И во всех временах мы должны жить. Բայց որպեսի կարողանանք ապրել, Но если нам жить, պետք է ուտել։ надо кушать. Եվ քանի դեռ կանք, պիտի ուտենք։ А сколько мы есть, мы должны покушать. Եվ կարևոր չէ թե սրանից առաջ որքան ես կերել։ И не важно, что до этого сколько ты ел. Կարևոր չէ որ 3 մյուս օրը մի ամիս առաջ ինչքան ես կերել։ Это не важно, что ты вчера, позавчера и за месяцем сколько ты ел. Եթե ուզում ես ապրել, պետք է ուտես։ Если хочешь жить, надо поесть. Եթե չուտես, կմեռնես։ Если не кушать, умрешь. Այսպես է կյանքի օրենքը։ Так ставлены законы жизни. Եթե մարդը սնունդ չունենա, կմեռնի։ Если у человека нет пищи, он умрет.
բայց այդ սնունդը գտնել է պետք։ Но надо найти эту пищу. Երբ մենք դեռ փոքր էինք, Когда мы были маленькие, այդ սնունդը մեզ համար հայթայթում էր մեր մայրիկը, ապահովում էր մեր մայրիկը։ эта пища обеспечила наш мать. Եվ բայց եթե արդեն մեծացել ենք եւ երեխա չենք, Когда стали взрослыми, когда мы уже не дети, Աստծո խոսքը ասում է, որ մենք պետք է գտնենք այդ ուտելիքը։ Слово Божье говорит, что мы должны взыскать эту пищу. Ամեն մարդ ինքը պետք է գտնի այդ ուտելիքը, Каждый человек, он должен найти эту пищу. բայց մարդու բնույթը այստեղ Սուրբ Գիրքը ասում է, որ ծույլ է։ Но природа человека, Слово Божье говорит, что он ленивый. Ով ծույլ գնա մրջունի մոտ։ Ленивый пойти к муравью. Ով է ծույլը։ Кто ленивец? Ծույլը նա չի, ով չի կարևորում ուտելը։ Ленивец не тот, который не может кушать. Նա կարևորում է, որ դա իր փոխարեն անի ուրիշը։ Ленивец хочет, что кто-то другой за него это сделал. Ինքը չի ուզում, որ ինքը աշխատի, որ ուտի։ Он не хочет, что сам он зарабатывал свою пищу. Նա ուզում է, որ ուրիշը աշխատի, բերի եւ ինքը ուտի։ Он очень любит, что другой работал и все это принес ему. Ծույլը նա է, Ленивец тот, որ ով այդ պահին ուրիշ բանով է զբաղված։ кто в этот момент занят чем-то другим. Աշխատելու փոխարեն ինքը իր երազներով է տարված։ Чтобы вместо работы он что-то думает, мечтает. Աշխատելու ժամանակ երազում է, Во время работы мечтает. նա իր ժամանակը չի ճանաչում։ Он не познает свое время. Սուրբ Գիրքը ասում է, որ երկնքի թռչուններից ամեն մեկը իր ժամանակը ճանաչում է, Слово Божье говорит, что даже птицы небесные знают свое время. բայց ծույլը իր ժամանակը չի Но ճանաչում։ ленивец не познает свое время. Բայց եկեք նայենք մրջունի գործելակերպին։ Давайте посмотрим, что делает муравей. Մրջունը տուն ունի եւ գիտի իր տան տեղը։ Муравей знает свое... Есть дом и знает, где он. Նա ինչ որ պետքական բան է համարում, գտնում է, այն վերցնում ու բերում է իր տուն։ То, что он думает, что это нужда его, надо это, он возьмет это и привезет в свой дом. Ինչ որ իրան պետք է գալու, ինքը իր տուն է բերում։ Он знает, что это ему нужен, и это обязательно привезет с собой домой. Նրա ամբողջ հարստությունը իր տան մեջ է։ Все богатство муравья, это все находится в своем доме. Նրա բոլոր գանձերը իր տան մեջ են։ Все, это сокровище находится в своем доме. Ինչ որ տան մեջ կա, դրանք են իր գանձերը։ То, что находится в своем доме, вот это и есть сокровище муравья. Եվ նա գիտի իր տան թանկ լինելը։ И знает, какой дорогой свой дом. Մրջունը երկու ճանապարհ ունի։ У муравья есть два пути. Նա իր տնից ճանապարհ է բռնում դեպի դաշտ, Он выходит из своего дома к полю, որպեսզի կերակուր գտնի, чтобы найти пищу. եւ այնուհետեւ դաշտից վերադառնում է դեպի տուն։ А после этого оттуда из поля вернется домой. Նա իր տնից դուրս է գալիս աշխատելու համար։ Он выходит из своего дома, чтобы работать. Նա դուրս չի գալիս ընդհանրապես ման գալու։ Он не выходит просто погулять. Նա դուրս չի գալիս ընդհանրապես սրան նրան հանդիպելու ու խոսելու։ Он не выходит, чтобы с кем-то разговаривать о чем-то. Նա դուրս է գալիս կոնկրետ ուտելիք գտնելու։ У него есть конкретная цель, чтобы найти свою пищу. Նա դուրս է գալիս իր այս պահը օգտագործելու վաղվա համար։
Он знает, что этот момент нужно работать для завтрашнего дня. Նա իր ներկան օգտագործում է իր ապագայի համար։ Он знает, что в этот момент нужен для использовать для завтрашнего. Այս ժամանակը օգտագործում է իր ապագայի համար։ Вот этот момент для будущего времени. Նա թեկուզ ապրում է այս պահին, Хотя он живет в этом времени, բայց մտածում է իր ապագայի մասին։ думает только о будущего своего. Եվ ինչ որ նա գտնում է И то, что он ищет и найдет, իր ապագայի համար, знает, что это нужда для будущего. եւ բերում է իր տուն։ Поэтому он принесет это все в доме своем. Բան կա, որ կարող է մենակ բերել։ И есть кое-что, что он один может это привести домой. Եվ եթե նա կարող է մենակ բերել, նա իր մեջքին է դնում ու բերում է տուն։ И если он думает, что он может это один привести, он вставляет свое плечо и принесет домой. Նա չի մտածում, որ ինչու եմ ես անում, ուրիշները չեն անում։ И он не думает об этом, почему это я все один делаю, а другие ничего не делают. Նա չի ասում, եթե ես չանեմ, մեր տնեցիք կմեռնեն սովից։ Он не говорит, если это я не буду делать, умрет все, которые в доме. Նա չի ասում, այս տան մասին մտածողը մենակ ես եմ։ Он не думает, что это только я один должен за свой дом думать. Ես ինչ որ կարող եմ անել, անում եմ իմ տան փրկության համար։ То, что я делаю, он думает так. То, что я делаю для спасения своего дома. Իմ ուժի համեմատ ինչ որ կարող եմ կանեմ։ По возможности моей, то, что я могу и буду делать. Եվ ինչ որ նա բերում է տուն, И то, что он привезет домой, դա ուտելու բան է։ это пища. Դա դեն գցելու բան չէ։ Это не кидают просто так. Նա ինչ որ բերում է տուն, երբեմն բերում է մենակ։ И то, что он некоторое время привезет, он один это самостоятельно привезет. Բայց բան կա, որ մենակ բերել չի կարող։ Но есть некоторые вещи, что он один это не сможет. Նա հասկանում է կերպը, ձևը, Он знает, как это, с чем, с кем. եւ նա հասկանում է, որ բան կա, որ մենակ չի ստացվում, ուրեմն միաբանվել է պետք։ И он знает, что если одному возможности нету, надо с кем-то быть единым. Նա գիտի, որ իր կողքին եղողներ կան, որոնք կարող են իրեն օգնել։ Он знает, те, которые возле него, с ним, они могут помочь его. Նա գիտի, որտեղ երկու կամ երեք հոգի միաբանվեն, Он знает точно, что если двое или трое будут едины, ինչ նպատակել ունենան կհասնեն իրենց в чем նպատակին։ они уцелились, они дойдут до этого. Մրջյունը հասկանում է, թեկուզ իր շրջապատում ոմանք կան, որ չեն աշխատում։ Муравей понимает, что есть некоторые, которые среди них, но не работают. Բայց ինքը այդ ազդեցության տակ չի ընկնում։ Но он на это влияние не попадает. Նա գիտի, որ ինքը պիտի աշխատի, Он знает точно, что он должен работать. եւ իր աշխատանքը իզուր չի։ И то, что он делает, не зря это делает. Գիտի թեկուզ կարող են խանգարողներ լինել, քան օգնողներ, Знает, что даже, может, некоторые будут сопротивляться своего работы, բայց ինքը մինչև վերջ իր գործն է անում։ но у него есть цель, и он будет делать это до конца. Նա մինչև վերջ իր բեռն է կրում։ Вот это бремя до конца он должен унести. Ինքը գիտի, որ ինքը իր տան բեռը կրողն է։ Он знает, что он должен бремя своего дома сам унести. Ինքը գիտի, որ ինքը իր տան ծառան է։ Он знает, что в этом доме он служитель. Ինքը գիտի, որ դեռ թակավորելու ժամանակը չէ։ Он знает, что не время господствовать. Ինքը գիտի, որ եթե այս պահին իր գործը չանի, Он знает, что это время, если он не будет делать это дело, ոչ մի տեղից իրեն օգնություն չի գա։ ниоткуда не придет помощь. Բայց եթե ինքը իր գործը անի, Но если он будет делать в это дело, վերից էլ օգնություն կգա։ и от небеса придет помощь, Կողքից էլ օգնություն и կգա։ от других придет помощь, Տնից էլ и օգնություն от կգա։ дома придет помощь. Այո, ճանապարհներ կան եւ ճանապարհներին վտանգներ կան։
Да, мы знаем, что есть дороги и есть трудности в этих дорогах. Բայց դեպի տան ճամփան ինքը գտնում է որ піти հաջողվի։ Но он конкретно знает, чтобы дорога обратно в дом будет успешен будет. Եվ հաջողություն տվողը Աստված է։ И успех дает сам Господь. Իսկ Աստված հաջողություն տալիս է նրան ով աշխատում է։ Но Господь дает успех только тем, которые работают, Ով ջանք է անում, которые постараются, իսկական հանգիստը գիտի որ տունը բերելուց հետո է։ знает, что настоящий отдых приходит, когда все принес он домой. Հիմա աշխատելու ժամանակ եւ տուն հասցնելու ժամանակ է։ Сейчас время работать и все это привести в дом. Իսկ հանգիստը գալիքում կլինի։ Но отдых в будущем будет. Թակավորելը հետո կլինի։ Господствовать это потом, в будущем будет. Հիմա ժամանակն է որ տուն բերենք։ Сейчас время ввести в дом. Հիմա ժամանակն է որ աշխատենք։ Сейчас время, чтобы мы работали. Հիմա ժամանակն է որ մենք թեկուզ ուրիշները ուզեն գտնել, ով որ փնտրի ինքը կգտնի։ Сейчас это время, хотя некоторые хотят это найти, но кто будет искать, только этот найдет. Այ ժամանակ կա, որ երբ ուրիշները ուզենան փնտրել չեն գտնելու։ Но придет времена, которые будут искать и не будут найти. Ճիշտ է, հիմա արևը երկնքում վառում է, Хотя сейчас солнце выходит и греет. բայց ժամանակ կգա, որ ցուրտ կլինի եւ ոչ ոք չի կարող գտնել։ Придут времена, что будут холоднее, и никто не может найти. Բայց հիմա թեկուզ տաք է, թեկուզ շոկ է, բայց հնարավոր է բերել տուն։ Сейчас хотят тепло, жарче, но возможности есть привести в свой дом. Ինքը գիտի, որ ինքը պիտի իր գտածը տուն տանի։ Он точно знает то, что он нашел, это надо обязательно свой дом привести. Եվ իրան դա չեն ստիպում, ինքն է ուզում գտածը տուն բերել։ И никто не наставляет, он сам самостоятельно осознает, что то, что он нашел, надо ввести в дом. Ինքը նպատակ ունի եւ հասնում է իր նպատակին։ У этого муравья есть цель, и он будет достичь своего цели. Եվ ով նպատակ ունի, միշտ շարժման մեջ է։ Тех, которые есть цель, они всегда движутся, не стоят. Եվ ով շարժման մեջ է, տեղ կհասնի։ И кто движется, он обязательно дойдет до этого места. Ինքը փոքր է, Хотя он маленький, բայց ինքը կարողանում է ծուլությանը հակառակ կանգնել։ хотя он очень маленький, но он может сопротивляться этому лению. Ինքը կարողանում է գայթակղություններին դեմ կանգնել։ Он может противостоять этих соблазн. Ինքը գիտի, որ եթե աշխատեց, կկարողանա հաղթել։ Он знает, если он будет работать, он может быть победителем. Եթե չաշխատի, գայթակղություններին հաղթել Но չի կարող։ если он не будет работать этим соблазн, он не может победить. Ինքը փոքր է, Хотя он маленький, բայց ինքը հեռուն է տեսնում։ но он видит очень далеко. Ոչ իրեն պարտադրող ունի ոստիկան։ Никто не наставляет его, Ոչ հսկող ունի, никто не смотрит за дела этого пчела. բայց ինքը իր գալիքն է տեսնում։ Но он видит своего будущего. Ինքը հեռուն է տեսնում։ Он далеко смотрит. Ինքը իր գալիքի համար է Знает, պատրաստվում։ что будет, что прибудет. Այո, ինքը փոքր է, Хотя он маленький, բայց ինքը տկար չի։ но он не немощный. Ինչու՞մ է նրա զորության գաղտնիքը։ В чем состоит секрет своего сила? Նա իր ուժը դնում է իր նպատակի համար։ Потому что он свою силу отдает за эту цель. Այսպիսին է մրջունի ճանապարհը։ Такой дорога этого муравья, путь этого муравья. Նա գիտի, որ մենք մի օր աղոթում ենք,
Он знает, что в один день, когда мы молимся, Հայր մեր, դուր մեզ մեր ամեն օրվա հացը, Небесный Отец, дай каждый насущий хлеб каждый день. եւ որpիսի այդ ամեն օրվա հացը ունենաս, И чтобы иметь хлеб насущий каждый день, պետք է աշխատես դրա համար։ надо работать для этого. Պետք է գնաս ու փնտրես։ Ты должен пойти и искать это. Դու պետք է գնաս, փնտրես եւ գտնես։ И ты должен пойти искать и найдешь это. Եվ եթե гտնես, վերցնես ու տուն բերես։ Когда найдешь, обязательно привози в дом свой. Դրսից ներս բերես։ От внешнего домой. Հիշում եք ինչ արեց Դավիթը, երբ սոված էր։ Вы помните, что делал царь Давид, когда был голоден? Նա Աստծո տուն мտավ։ Он зашел в Дом Божий, Նա քահանայապետի հետ խոսեց։ он с первосвященником общался, Նրա հետ խոսեց заговорился с ним, եւ նա նրան հաց տվեց։ и он отдал хлеб. Այսօր էլ մեր քահանայապետը մեզ ամեն օրվա հաց է И տալիս։ первосвященник сегодня тоже дает каждый день насущий хлеб. Եթե մենք կարողանում ենք գնալ այս գրքի մոտ եւ այստեղից փնտրել։ Если мы идем к этому книгу, и оттуда мы будем искать. Այս խոսքերին մոտեցողը սոված չի մնա։ Кто прибудет у книги, он не останется. Այս խոսքերին մոտեցողը այստեղից բան կգտնի։ Кто придет к этому, что-то найдет от этого Եվ ով որ слова. գտավ, գիտի որ այստեղից իր ներսը պիտի տանի։ И то, что искал и нашел, это должно внутри себя Ով որ написать. կարդաց իր սնվելու համար բան կգտնի։ То, кто будет читать, он найдет, что покушать. Ով որ կարդաց սոված չի մնա։ Кто будет читать, он не остается голодным. Եվ ինչ որ ունեցավ, И то, что он будет иметь, իր գալիքի համար դա իրեն պետք это է լինելու։ нужно для будущего. Փառք Աստծուն ես գրքի համար։ Слава Богу за эту чудную книгу. Կարդացողը սոված չի մնա։ Кто будет читать, не останется голодным. Այս խոսքին մոտ լինողը սոված չի мնա։ Кто будет близок к этому книгу, не остается голодным. Եվ Աստված նրա ապագան կորտնի։ И Господь будет благословить будущего этого человека. Ով մարդ Человек, նայիր մրջունի ճանապարհը, смотри, как это муравей пошел, дороги муравья, եւ իմաստուն եղիր։ и стань мудрым. Եվ հիմա դու կարող ես քեզ համար пաշար հավաքել։ Вот сейчас ты можешь, это время, что ты можешь эту пищу Աստված собирать. այդ հնարավորությունը ստեղծել է։ Этот возможность для тебя есть Եվ сейчас. Երանի նրանց, ովքեր գիտեն Տիրոջ И ճանապարհները։ блаженны те, которые знают пути Господни. Եվ եթե դժվար չի, եկեք ոտքի կանգ։ Если не затрудняет, давайте станем перед Господом. Եվ նրան ինչ որ բան ունենք ասելու։ И нам есть кое-что сказать Господу нашему. Կարող ենք նրան ասել, բաց իմ աչքերը, որ քո հրաշքները Мы տեսնեն։ можем сказать Господу, открывай наши глаза, чтобы мы видели твои Չուզես։ чудеса. Բաց մեր աչքերը, որ քո խոսքը տեսնենք։ Открывай наши глаза, чтобы мы видели Слово Твое. Այն խոսքը, որ այսօր ուզում ես մեզ ասել։ То Слово, которое Ты сегодня хочешь отдать нам. Որ այդ խոսքը վերցնենք, տանենք մեր տուն։ Чтобы мы взяли это Слово и с собой привезли в наш дом. Որ մեր տնեցիները այդ խոսքով սնվեն։ Чтобы наши домашние семья, чтобы это все, они тоже видели это Слово. Որ այսօր դու տուն գնաս, ձեր տնեցիները տեսնեն, որ դու դատարկ չես И եկել։ что сегодня ты пойдешь домой, чтобы семья твой узнал, что ты сегодня не пустой рукой вернулся домой. Եվ բանկա, որ իրանց ասեց, եկեք, կերեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Есть то, что надо им сказать. Придите, покушайте и смотрите, какой благ Господь. Շնորհակալ ենք Տեր։ Мы славим Тебя, спасибо, Господь. Հարկ ենք տալիս քեզ, օրհնում ենք անունը, Мы славим и Твое имя, Господь. որ դու մեզ դատարկ չես թողնում, Ты не оставил нам пустым. որ դու մեզ հաց ես տալիս, Ты даешь хлеб наш. որ дու մեզ օրհնում ես, Ты благословишь нас. որ դու մեզ կարողանում ես այցելել եւ մեր սրտի հետ խոսել, Ты сможешь поговорить с нашим сердцам, когда приходишь. որ դու մեզ հարստացնում ես, Ты
даешь нам богатство Твое. Դու մեզ քո խոսքն ես տալիս։ Твое Слово Ты Դու մեզ քո даришь нам. օրհնություններն ես տալիս։ Твои благодати даешь Դու нам. մեզ շնորհք ես ցույց տալիս, Благодать показываешь нас, որովհետեւ մենք քո խոսքով հարստանանք, чтобы мы стали богатыми Словом որ Твоим, քո հոգով лծվենք, чтобы наполнились Духом Твоим, քո սիրով лծվենք, Твоей любовью քո наполнились, իմաստությունով Твоей լծվենք, мудростью наполнились, որպեսզի ամեն ժամանակ քեզ փառք տանք чтобы всегда прославили имя Твое եւ ամեն ժամանակ քո ծառաները լինենք, и всегда были служителями Твои, որ քեզ լինի փառքը чтобы только Тебя была слава թե հիմա и сейчас, եւ հավիտյանս հավիտենից։ в вечности. Ամեն։ Amen.